Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն իր տանը հյուրընկալել է Լոռու մարզի մի քանի տասնյակ բնակիչների։ Նա ներկայացրել է ուժի ծրագրերը, նաև պատասխանել հարցերի։ Մենք շատ քիչ ժամանակ ունենք ձեզ հետ, Լոռին դարձնենք աշխարհի մասշտաբով լավագույն տուրիստական կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը դարձնենք նաև արդյունաբերական կենտրոն։ Կարապետյանն անդրադարձել է նախկինում դպրոցաշինության վերաբերյալ արված իր հայտարարությանը, նշել, թե այն կոնտեքստից կտրվել է։ Իմ խոսքը վերաբերվել է, եթե այդ գյուղերում մարդ չի ապրում, իրենք ասֆալտ են տանում այդ գյուղերը եւ դպրոց են սարքում, դա ընդամենը մեկ նպատակ ունի։ Այն իրենց գռդոնը անում են բոլոր դեպքերում։ Լոռին զարգացման լավ պոտենցիալ ունի, քանի որ մոտ է թե Վրաստանի, թե Ռուսաստանի սահմանին, կարծում է Սամվել Կարապետյանը։ Այսինքն մեր շրջանները ինչ արտադրեն, ավելի արագ կհասցնենք տեղ, քան ասենք Սյունիքից կամ մյուս շրջաներից։ Այդ առավելությունը իրոք մենք ունենք, բայց այդ առավելությունը ցավոք սրտի ոչ ոք չի օգտագործել։ Մենք ձեզ հետ պետք է օգտագործենք։ Կարապետյանն ակնկալում է, որ Լոռիում իրենց ուժը ունենալու է բացարձակ հաղթանակ։ Ուժեղ Հայաստան դաշինքի համար ամենակարևոր գործը աշխատատեղ ստեղծելն է։ Մենք էլ կարող ենք հայտարարել 1 միլիոն դպրոց, 800 միլիոն կիլոմետր ասֆալտ, դա ամենահեշտ գործն է։ Երբ որ դու գնում ես մարդկանցից, հիմա դուք գիտեք, կարող է գնալ ձեր հարևանից փող վերցնել, ծախսել, ուրախանալ։ Բայց մի օր, որ հարևանը եկավ փողը հետ ուզեց, չեք ունենալու, խնդիրները սկսվում են, չէ, հարևաների մեջ։ Նույնն էլ մեր վիճակն է, մեր երկրի վիճակն է։ Ամբողջ տնտեսությունը կառուցված է պարտքերի վրա։ Ըստ Սամվել Կարապետյանի Հայաստանը աղքատ եւ պարտքերով ապրող երկիր է եւ առաջին հերթին կարեւոր է աշխատատեղ ստեղծելը։ Մեր երկիրը հայաթափման խնդրեմ ունի։ Ասֆալտը 3 տարի էնել գիտեք իրանց արած որակը, ամենաշատը 3 տարի։ Կարապետյանը վստահ է, միայն իրենք կարող են ժողովրդին համախմբել։ Հայաստանն ըստ նրա պետք է դառնա բոլոր հայերի տունը, նաև խոսեց նոր նախարարություն ստեղծելու գաղափարի մասին։ Առաջ հերթին սկսվելու է մշակույթի, սփյուռքի եւ տուրիզմի նախարարություն։ Բացատրեմ ինչի համար ենք դա անում։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բոլոր մշակութային օբյեկտները։ Հիմա բոլորը սուբսիդավորվում են, մենք դարձնելու ենք լավ փող աշխատող հիմնարկներ։ Մենք ամբողջ աշխարհին հիշեցնելու ենք, որ քրիստոնյա աշխարհի կենտրոնը Հայաստանն է։ Բացարձակ պետական քաղաքականություն չի տարվել, որպեսզի մենք դրանից կարողանանք օգտվենք։ Սամվել Կարապետյանը շեշտեց, անձամբ է հետևելու այդ նախարարությանը, քանի որ վստահ է, իրենից բացի չկա որևէ այլ մարդ, որը կարող է Սփյուռքը համախմբել Հայաստանի շուրջ։ Անդրադառնալով գերիների եւ անհետ կորածների խնդրին Կարապետյանը նշել է, որ միայն իրենց ուժը կարող է գերիների հարցը լուծել։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։